Professor Porceron, Porceron professor, նորը սովորի այսօր, Porceron professor, Professor Porceron. Ողջույն գիտության սիրահարներ։ Ես պրոֆեսոր Փորձերոնն եմ, ձեր փորձարար ուղեկիցը, եւ շատ ուրախ եմ, որ միասին ենք այս գիտափառ ճանապարհորդությունում։ Գիտափառ, կրկին ես եմ հորինել այս բառը։ Երեխաներ, ստացվում է, չէ՞, այսպիսի բառեր հորինել։ Հրաշալի է։ Գիտեք, ես հասկացել եմ, որ ինձ ներկայացնելու համար արդեն գոյություն ունեցող բառերը բավարար չեն։ Ես շատ եմ սիրում լսել ձեր հետաքրքիր հարցերը գիտության ու փորձերի մասին։ Որքան շատ հարցեր ուղարկեք, այնքան շատ նոր բաներ կբացահայտենք միասին։ Ամեն հարց մի նոր արկած է, եւ ես ձեզ ցույց կտամ, թե ինչպես դրանք գտնել։ Դե ուրեմն եկեք միասին բացահայտենք գիտության հրաշքները։ Professor Porceron. Եվ այսպես մեզ գրել է 9 տարեկան Սոֆիա Դանիելյանը։ Պրոֆեսոր, ինչու է գնդակը ընկնում ցած, երբ այն նետում ենք վերև։ Հրաշալի հարց է, եկեք փորձենք։ Նայեք այս գնդակին։ Տեսակ, երբ ես այն նետեցի վերև, այն ընկավ ներքև։ Հրաշալի է, կարծեք թե ինչու չէ։ Պատճառն այն է, որ մեր աներևույթ ընկերը ձգողականության ուժը միշտ պահում է ամեն ինչ երկրի վրա։ Երեխաներ, երբ դուք գնդակը նետում եք վեր, դուք նրան տալիս եք ուժ, որը կոչվում է սկզբնական արագություն։ Գնդակը գնում է վերև, օգտագործելով այն էներգիան, որը դուք եք փոխանցել։ Բայց գնդակը չի կարող մնալ օդում անվերջ, որովհետև երկիրը ունի ձգողականության ուժ։ Այս ձգողականությունը միշտ ձգում է ամեն ինչ դեպի երկիր։ Երբ գնդակը վերև է թռչում, այն դեռ ունի էներգիա, այն ուժը, որով ես այն նետել եմ։ Բայց այդ ուժը արագ սպառվում է, եւ հենց սպառվում է, գնդակը այլևս չի կարող պայքարել ձգողականության դեմ ու հետ է գալիս։ Երբ գնդակը բարձրանում է, արագությունը աստիճանաբար սկսում է դանդաղել, որովհետև օդի դիմադրությունը եւ երկրի ձգողականությունը աշխատում են միասին։ Օդում գնդակի արագությունը դառնում է 0, եւ մի պահ այն կանգ է առնում վերևում։ Դրանից հետո սկսում է իջնել, որովհետև ձգողականությունն ավելի ուժեղ է, քան գնդակի վերև թռչելու էներգիան։ Գնդակը սկսում է արագ շարժվել ներքև, դեպի երկիր։ Այն իջնում է մեզ մոտ, ուղիղ այն ճանապարհով, որով գնացել է վերև։ Եթե գնդակը ծանր է, այն ավելի արագ կընկնի, եթե թեթև, ավելի դանդաղ, բայց ամեն դեպքում այն վերադառնում է միշտ։ Professor Porceron. Տիգրան Ավետիսյանը գրել է. Պրոֆեսոր Փորձերոն, ինչպես է փափուկ ձյունը վերածվում ամուր ձնագնդի։ Երեխաներ, դուք գիտեք, որ ձյունը կազմված է ջրի մոլեկուլներից, որոնք սառչելու ընթացքում վերափոխվում են սառած բյուրեղիկների։ Յուրաքանչյուր բյուրեղիկը երկրաչափական ձև ունի, հիմնականում 6 անկյուն։ Բյուրեղիկները միանում են եւ դառնում փափուկ փաթիլներ, որոնք թափվում են ձյան տեսքով։ Այս փաթիլների մեջ օդ կա, ինչն էլ դարձնում է ձյունը փափուկ եւ ոչ խիտ։ Երբ ձյունը թափվում է, այդ բյուրեղիկները դեռ միմյանց հետ խիստ կապակցված չեն, այդ պատճառով ձյունը փափուկ է։ Եվ այսպես, ինչ է տեղի ունենում, երբ պատրաստում ենք ձնագունդ։ Երբ ձյունը վերցնում ենք եւ ձեռքում սեղմելով ստանում ենք գունդ, մենք իրականում սեղմում ենք այդ փոքր բյուրեղիկները, երեխաներ։ Սեղմելու եւ ձեռքերի տաքության ազդեցությամբ բյուրեղիկները սկսում են կպչել միմյանց եւ ձևավորվում է ամուր ձնագունդ։ Փափկությունը գալիս է այդ բյուրեղիկների նոսրությունից, իսկ ամրությունը սեղմելուց։ Սակայն երբ ձյունը շատ է սառչում կամ անցնում է շատ ժամանակ, օդը դուրս է գալիս, իսկ բյուրեղիկները սկսում են ամուր կպչել միմյանց, ու ձյունը դառնում է խիտ ու սառը։ Սառած ու շատ խիտ ձյունը չի կպչում։ Ձնագունդ պատրաստելու համար ձյունը պետք է լինի ոչ միայն թարմ, այլ մի փոքր խոնավ։ Եթե շատ չոր է, ձյունը պարզապես փշրվում է ձեռքի մեջ, ու ձնագունդը չի ստացվում։ Լավագույն ձնագունդը պատրաստվում է թարմ, փափուկ ձյունից, երբ բյուրեղիկներն իրար կպչող հատկություն ունեն։ Ես շատ եմ սիրում ձմեռ։ Professor Porceron. Հաջորդ հարցը Մելքոնյան Հենրիից։ Պրոֆեսոր, կարող եք ասել ինչպես է առաջանում հրաբուխը։ Ինչպիսի կտրուկանցում ձյունից դեպի հրաբուխ։ Հրաշալի է։ Երեխաներ, հրաբուխ է կոչվում հալված քարերից եւ հանքանյութերից կազմված տաք հեղուկի մագմայի դուրսրայթքումը։ Մագման գտնվում է երկրի ներքին շերտերում, հիմնականում արտաքին միջուկի եւ մանտիայի միջև։ Մագման նաև պարունակում է գազեր, օրինակ ջրածին, ազոտի եւ սիլիցիումի երկօքսիդ։ Հրաբուխները ժայթքում են երկրի ընդերքից, երբ ապարները այնտեղից տաքանում են եւ փոխակերպվում գազերով հագեցած հրահեղուկ զանգվածի, մագմայի։
Մագման երկրի խորքից մեծ ուժով ճնշում է գործադրում երկրագեղևի վրա եւ համեմատաբար անկայուն տեղամասերում ճեղքելով այն արտահոսում է մակերևույթ։ Դուրս ժայթքած մագման սառչում է, գազազրկվում եւ վերածվում լավայի։ Այն ուղին, որով բարձրանում է մագման, կոչվում է հրաբխի մղանցք։ Մղանցքն ավարտվում է ձագարաձև խառնարաններով։ Հրաբխի խառնարանից դուրս են մղվում նաև հրաբխային փոշի, մոխիր, քարեր, գազեր, որոնց կուտակումն էլ ձևավորվում է հրաբխային լեռը։ Մշտապես կամ պարբերաբար ակտիվ հրաբուխները կոչվում են գործող հրաբուխներ։ Այժմ աշխարհում կա ավելի քան 1300 գործող հրաբուխ։ Ըստ Սմիթսոնյան ինստիտուտի տվյալների 2025 թվականի սեպտեմբերի 19-ի դրությամբ աշխարհում գործող հրաբուխներից 20-ը ակտիվորեն ժայթքում էին։ Ամենաակտիվ հրաբուխներից մեկը երեխաներ գտնվում է Հավայան կղզիներում։ Վերջին ժայթքումը տեղի է ունեցել 2025 թվականի սեպտեմբերի 2-ին։ Պատկերացնում եք բոլորովին վերջերս։ Եվրոպայում գործող հրաբուխը Էթնան, որը գտնվում է Իտալիայում։ Նրա վերջին ժայթքումը ևս եղել է 2025 թվականին։ Ասիայի եւ Եվրոպայի ամենաբարձր գործող հրաբուխը Գլուչիվայա հրաբխային լեռն է, որը գտնվում է Կամչատկայում։ Վերջին ակտիվությունը գրանցվել է 2025 թվականի ապրիլին։ Աֆրիկայում Նիրագոնգո հրաբխային լեռը հայտնի է հեղուկ լավայի հոսքերով։ Վերջին ակտիվությունը գրանցվել է 2025 թվականին։ Այն հրաբուխները երեխաներ, որոնք չգործելով տևական ժամանակ պահպանում են իրենց ձևն ու կառուցվածքը, համարվում են հանգած հրաբուխներ։ Դրանց թվին են պատկանում Էլբրուսը, Կազբեկը, Արարատը, Աժդահակը, Արմաղանը, Արագածը եւ այլ լեռներ։ Գործող հրաբուխներ կան ոչ միայն երկրի մակերևույթին երեխաներ, այլև օվկիանոսների ու ծովերի հատակին։ Դրանց ժայթքման ժամանակ օվկիանոսի ջրերը հրաբխի խառնարանների վրա սկսում են ալեկոծվել, եռալ ու փրփրել։ Ստորջրյա ժայթքումից առաջացած նյութերը կուտակվելով դուրս են գալիս ջրի մակերևույթ եւ գոյացում կղզիներ։ Օրինակ Կուրիլյան եւ Հավայան կղզիները Խաղաղ օվկիանոսում։ Գործող հրաբուխների շրջակայքում հաճախ հանդիպում են տաք ջուր եւ գոլորշի շատրվանող աղբյուրներ, որոնք կոչվում են գեյզերներ։ Որքան շատ բան իմացանք հրաբուխների մասին երեխաներ։ Դե, անցնենք հաջորդ հարցին։ Պրոֆեսոր Փոցերո Շարունակում ենք հետևել փորձերոնին։ Իսկ հիմա մենք միասին կուսումնասիրենք, ինչպես ենք մենք մտածում, զգում եւ հարաբերություններ կառուցում։ Ինձ գրել է Անդրանիկը։ Նա հարցնում է. «Սիրելի պրոֆեսոր, վերջերս ունենում եմ մի տարօրինակ զգացողություն։ Իմ եղբայրը մասնակցել է մաթեմատիկայի օլիմպիադային եւ հաղթել է»։ Օ, շնորհավորում եմ Անդրանիկ։ Մեզ հիմա մաթեմատիկոսներ շատ են պետք։ Մի ընկեր ունեմ, որը բռնցքամարտիկ է եւ միշտ հաղթում է։ Մյուս ընկերս էլ շատ բան է հասկանում համակարգիչներից։ Հանկարծ սկսեցի մտածել, իսկ ես ինչ եմ կարողանում։ Եվ սկսել եմ մտածել, որ ես ոչ մի հարցում պիտանի չեմ։ Ինչ անել։ Ախ, իմ սիրելի Անդրանիկ։ Գիտես, երբ կոկոնը դեռ չի բացվել, թվում է թե այն պիտանի չէ։ Այնինչ երբ բացվում է, դառնում է գեղեցիկ ծաղիկ։ Եվ հենց այդպես էլ մարդիկ են։ Երբեմն մենք չենք էլ զգում, որ շատ շնորհներ ունենք, որովհետև դրանք թաքնված են կամ էլ չենք հավատում, որ դրանք կարող են հայտնվել ծաղկի պես։ Այս հարցը մենք սիրով կուղարկենք մեր հոգեբան գործընկերոջը, որը կպատասխանի մանրակրկիտ, կներկայացնի ճիշտ եւ սխալ տարբերակներով եւ իրավիճակներով։ Մինչ նրա մոտ գնալը փոքրիկ խորհուրդ իմ կողմից։ Մի անհանգստացիր։ Երբեմն մի քանի բան փորձելուց հետո ես հասկանում, թե որոնք են քո ուժեղ կողմերը։ Օրինակ, ասենք, քեզ նկարել է դուր գալիս, չպետք է մտածես, թե քո առաջին իսկ նկարը պետք է ամենալավը լինի։ Բայց եթե շատ փորձես եւ շատ նկարես, մի օր կտեսնես, որ շատ ավելի լավն ես, քան ենթադրում էիր։ Լավ, գնանք հոգեբանի մոտ։ Պրոֆեսոր Փոցերո Ողջույն սիրելի երեխաներ, ամեն անգամ առիթը բաց չեմ թողնի ձեզ շնորհակալություն հայտնելու այն բանի համար, որ մեզ ուղարկում եք այսքան կարևոր հարցեր։ Այսօրվա հարցը նույնքան կարևոր է։ Ինչ անել, եթե մտածում ես, որ քեզ մոտ ոչինչ չի ստացվում։ Հավատացնում եմ ձեզ այս զգացողությունը ծանոթ է շատերին, եւ մեր հարցումները ցույց տվեցին, որ շատ երեխաներ այո ունեն այդպիսի մտքեր։ Շատերը կարողացել են հաղթահարել այդ խնդիրը, իսկ շատերը չգիտեն, ինչպես ազատվել այդ մտքից։ Երբեմն գիտեք, մեծահասակներին էլ է այդ միտքը այցելում, որ ես ոչ մի բանում լավը չեմ։ Բայց սա նշան է այն բանի, որ ուղղակի դուք ծանոթ չեք ձեր իրական ունակություններին ու կարողություններին։ Եվ ավելի շատ դա մի տեսակ ինքնագնահատականի հարց է։ Ինչպես եք դուք ձեզ վերաբերվում, ինչպես եք դուք ձեզ տեսնում, որքանով եք ճանաչում ձեր կարողությունները։ Բայց ուզում եմ նշել, որ իրականում բոլորս ունենք ուժեղ կողմեր եւ բոլորս ունենք նաեւ թույլ կողմեր։ Այստեղ կարեւոր է, որ թե դուք որն եք ավելի շատ նկատում ձեր առօրյայում։
Մարդը մտածում է, որ ոչ մի հարցում լավը չէ, այն ժամանակ, երբ նրա մոտ նկատվում են հետևյալ երևույթները։ Երբ որ նա փորձում է, բայց արագ հիասթափվում է որևէ փոքրիկ ձախողումից, կամ երբ որ նա համեմատում է իրեն ուրիշների հետ։ Այս ամենի համար մի քանի պատճառ կա։ Պատճառ 1. Երևի թե դուք հաճախ եք սկսում ձեզ համեմատել այլ երեխաների հետ։ Պատճառ 2. Դուք հաճախ եք փորձում ինչ-որ բաներ ու երբ որ հիասթափվում եք, որոշում եք դադարեցնել այդ գործը։ Եվ պատճառ 3. որ դուք դեռ չեք գտել այն ամենահաճելի զբաղմունքը, ոլորտը, որտեղ դուք ձեզ իսկապես լավ եք զգում։ Մի պատճառ էլ թերևս ավելացնեմ, երբ որ դուք չափազանց ինքնակնդադատ եք եւ շատ պահանջկոտ ինքներդ ձեր հանդեպ։ Հասկանում եմ ձեզ, սիրելի երեխաներ, այս ամենը անշուշտ կարող է բարդացնել ձեր կյանքը, բարդացնել ձեր հարաբերությունները ընկերների հետ։ Եկեք պատմության միջոցով հասկանանք այս իրավիճակը եւ գտնենք իրավիճակից դուրս գալու համար հնարավոր լուծումներ։ Ծանոթացեք, սա Արենն է, 11 տարեկան է։ Արենը սիրում է լսել երաժշտություն, երբեմն փորձում է նկարել, սիրում է զբոսնել, ուսումնասիրել բնությունը, մի քիչ լուսանկարիչ է, մի քիչ բանաստեղծ, բայց երբ նրան հարցնում են ինչն է քեզ մոտ ամենից լավ ստացվում, նա ուսերն է թոթվում ու ասում. ես ոչ մի բանում լավը չեմ։ Արենը մի օր նա փորձեց մասնակցել լուսանկարչական մրցույթի, բայց երբ տեսավ ընկերոջ գեղեցիկ լուսանկարը, չներկայացրեց իրենը, մտածելով, որ ինչ էլ անի մեկ է, ավելի լավ չի ստացվի։ Մի անգամ Արենը երգի խոսքեր է գրում եւ կարդում է ընկերոջ համար։ Ընկերը շատ է հավանում։ Արենը ոգևորվում է, բայց ինչքան կտևի այդ ոգևորությունը։ Միթե այս գործն է կիսատ թողնելու։ Երբ կկորցնի ինքնավստահությունը։ Ինչ անել, երբ մտածում ես, թե ուրիշների մոտ ինչ-որ բան ավելի լավ է ստացվում, քան քեզ մոտ։ Այսպիսով, սիրելի երեխաներ, մենք տեսանք պատմություն, որում հերոսը միշտ կիսատ է թողնում իր հետաքրքրությունները, մտածելով, որ իր մոտ այնքան էլ լավ չի ստացվում, որքան ուրիշների մոտ։ Ինչ անել, երբ թվում է, որ ոչ մի բանում լավը չես։ Երբ այս զգացողությունը առաջանում է, պետք է հատուկ գործիքներ կիրառել։ Գիտեք ինչ եմ ուզում ձեզ առաջարկել։ Եկեք պատրաստենք փոքր եւ մեծ հաջողությունների պատ եւ գրանցենք այնտեղ ամեն մի հաջողություն, կլինի դա փոքրիկ, թե ավելի մեծ։ Եվ դուք կտեսնեք, որ բազմաթիվ բաներում դուք հաստատ հաջողել եք։ Վարժություն համար 2։ Վարժությունը կոչվում է Stop, Think and Go։ Կանգ առ, մտածիր եւ գնա։ Այ հիմա կանգ առեք ու մտածեք բոլոր այն գործողությունները, որոնք ձեզ մոտ չափազանց լավ են ստացվում։ Եվ նաև այն գործողությունները, որոնք դեռևս ձեր մոտ չեն ստացվում։ Հիմա եկեք մտածենք, ինչ քայլեր կարող եք կիրառել այս գործունեությունը հաջողությամբ ավարտելու համար։ Եվ երբ որ կգտնեք այդ քայլերը, փորձեք ամենահեշտ քայլը գործադրելուց, եւ դուք կտեսնեք, որ ձեզ մոտ ամեն բան կստացվի։ Գիտեք, սիրելի երեխաներ, դուք կարող եք պարբերաբար ինքներդ ձեզ ասել, որ դուք պարտավոր չեք լինել կատարյալ, բայց դուք պարտավոր եք փորձել, նույնիսկ եթե դուք ձախողել եք։ Օրինակ, եթե դուք ուզում եք գրել պատմություն, ապա գրեք այդ պատմությունը։ Մի մտածեք, լավն է, վատն է, շատ կարևոր է, որ դուք կենտրոնանաք գործընթացի վրա, process-ի վրա, ոչ թե մտածեք արդյունքի մասին։ Ուզում եմ ձեզ ասել, որ դուք նման եք գույների, իսկ մենք գիտենք, որ չկան լավ եւ վատ գույներ, այլ կան գույներ, որոնք միասին ստեղծում եւ գունավորում են աշխարհը եւ այն ավելի գեղեցիկ են դարձնում։ Արենը որոշում է գրել իր ուժեղ կողմերի մասին։ Նա հասկանում է, որ բանաստեղծություններ գրել շատ է սիրում, իսկ հիմա կարող է նաև միավորել այդ տաղանդը իր սիրած արվեստի ճյուղի երաժշտության հետ։ Արդյունքում ստացվում է նոր երգ։ Մի քանի փորձից հետո նա կանչում է իր ընկերոջը եւ ցույց տալիս նրան իր արած աշխատանքը։ Ընկերը ոգևորվում եւ ուրախանում է, անգամ խնդրում է նրան երգ գրել իր համար մայրիկի ծննդյան օրվա թեմայով։ Արենը վստահություն է ձեռք բերում եւ սկսում է ստեղծագործել։ Սա Արենն է, ապագա երգահան, եւ նա հիմա գիտի, որ պետք չի արագ հուսահատվել, պետք է անընդհատ փորձել եւ աշխատել։ Սիրելի երեխաներ, եթե ձեզ թվում է, որ դուք ոչ մի բանում լավը չեք, հիշեք, դա պարզապես ձեզ թվում է։ Գիտեք, դուք նման եք ծաղկի։ Ծաղիկները միանգամից չեն աճում, դրանց մասին պետք է հոգ տանել։
Ձեզ պետք չէ լինել կատարյալ, ձեզ պետք է ուղղակի սկսել, անընդհատ փորձելով, ճանաչելով ձեր հնարավորությունները ու միշտ հիշեք, որ ձեզանից յուրաքանչյուրը մի գույն է եւ այդ գույնն է, այդ գույների միավորումն է, որ գեղեցկացնում է աշխարհը։ Դուք ունեք արժեք ու այդ արժեքը չեք կորցնում անկախ նրանից, թե որքան լավ է ձեզ մոտ դա ստացվում։ Նույնիսկ եթե դուք ձախողում եք, միևնույնն է, ձեր արժեքը կայուն է ու դուք միշտ կաք ու դուք միշտ գունավորում եք աշխարհը։ Պրոֆեսոր փորձերո Երեխաներ, գտաք ձեզ հետաքրքրող հարցերի պատասխանը։ Հրաշալի է։ Շատ ուրախ եմ այդ կապակցությամբ։ Հիշեք, որ ինչ էլ լինի, ձեզնից յուրաքանչյուրը շատ արժեքավոր է։ Այն ինչ զգում եք հիմա, շատ բնական է, քանի որ մենք բոլորս էլ երբեմն չենք զգում, որ մեզ բավականաչափ են հասկանում կամ գնահատում։ Բայց նույնիսկ եթե թվում է, որ ուրիշներին ավելի շատ են ուշադրություն դարձնում, դու միշտ պետք է հիշես, որ քո արժեքը կախված չէ մեկ այլ մարդու կարծիքից։ Դու կարող ես լինել այն, ինչ ուզում ես, եւ ամեն օր ավելի լավը դառնալ առանց մրցակցելու։ Լավ երեխաներ, պատրաստվեք, որովհետև հիմա սկսվում են ամենահետաքրքիր փորձերը, եւ դուք նորից կբացահայտեք գիտության հմայքը։ Դե ինչ, գնանք ֆիզիկայի տաղավար։ Պրոֆեսոր փորձերո Իսկ դուք ձեր փորձարկումը կարող եք նկարել եւ ուղարկել մեր ինչի՞։ Պրոֆեսոր Փորձերոնին։ Հա։ Թաթիկով մատպակա ասա։ Վերջացնում ենք։ Ողջույն սիրելի հեռուստադիտող, ես Էլենն եմ։ Այսօր իմ սիրելի գործընկեր Սերգեյի հետ միասին շատ հավես փորձարկում ենք անելու։ Ողջույն։ Մեզ փորձարկման համար պետք է այսպիսի տարա, տաք ջուր, մեծ տարա, Գունավոր մարկերներ, թանակներ սկաչ, եւ իհարկե թղթեր։ մկրատ։ Ապրես։ Վերցնում ենք թղթերը ու սկսում ենք նկարել մեր հրթիռները։ Դուք կարող եք ցանկացած բան նկարել, մենք ընտրել ենք հրթիռը։ Չէ՞ Սերգ։ Արի, օգնի ինձ նկարենք միասին։ Լավ է ստացվում Սերգ։ Ինձ կօգնես։ Հո, կօգնում։ Արի, ձեռքը տուր։ Ոյ սենց։ Շատ հեշտ է երեխաներ։ Ապրես։ Շատ հեշտ է, երբ որ օգնում է մայրիկը։ Հիմա մենք մեր նկարը կտրելու ենք ու անցնենք առաջ։ Իհարկե մի քանի փորձից, բայց ստացվեց այսպիսի գեղեցիկ հրթիռներ ու հիմա կասեմ, թե ինչ պետք է անենք։ Մենք արդեն սկոչ ամրացեցինք մեր հրթիռի հետևի մասում, այսպես շատ գեղեցիկ ու փոքր հատված ենք ամրացնում, իսկ այստեղ մեջտեղի հատվածում պետք է արդեն լցնենք թանակը զգուշությամբ, որ հանկարծ չախտոտենք։ Մենք արդեն թանակը մի փոքր հատված լցրել ենք հրթիռի վերջին հատվածում ու հիմա դրենք ջրի մեջ, տեսնենք ինչ է ստացվում։ Կօգնես Սերգ։ Արի։ Զգույշ վերցնում ենք, որ հանկարծ չթափվի թանակը։ Արի միասին անենք։ Պահի։ Դրեցինք։ Դնեմ։ Վաու։ Ինչ սիրուն է Սերգ, ուժեղ հրթիռ տես։ Նա ինչ սիրուն է գնում։ Սերգ, ինչ սիրուն եղավ։ Լավ, նա։ Վաու։ Այսպիսով սիրելի փոքրիկ գիտնականներ, ձեր մայրիկների հետ կարող եք այս պարագաներով հետաքրքիր փորձարկում կատարել, իսկ դուք ձեր փորձարկումը կարող եք նկարել եւ ուղարկել մեր պրոֆեսոր Փորձերոնին։ Չէ՞ Սերգ։ Ձեզ լավ է։ Հաջողություն։ Պրոֆեսոր փորձերո Այսօր այսքանը, սիրելի ընկերներ։ Հիշեք, որ ձեր հարցերը եւ մեր փորձերը կարևորագույն բանալիներ են, որոնք բացում են գիտության դռները։ Ուղարկեք ձեր հարցերը պրոֆեսոր Փորձերոնիս էլեկտրոնային հասցեին։ Հիշեք, հաջողությունը գալիս է ոչ միայն աշխատանքով, այլև մշտապես նոր բան սովորելով ու փորձերով։ Առայժմ Պրոֆեսոր փորձերո Պրոֆեսոր նորը սովորի այսօր Փորձերո պրոֆեսոր